Հայաստանի գողտրիկ անկյուններում լեռների գրկում ծվարած հազարամյա վանքերը, եկեղեցիները, մշակութային կոթողները նկարահանվում են, վավերագրվում ու թվայնացվում։ Գագիկը, Արնոլդն ու Պավելը թռչնի բարձրությունից եւ մանրամասն դետալներով նկարահանում են հայկական մշակութային ժառանգությունը։ Հաղթահարելով դժվար անցանելի ճանապարհները, երբեմն անտառներում մոլորվելով գտնում ու վավերագրում են հայկական կոթողները։ Մենք ինքնության պաշտպանության, մեր մշակույթի կրողը դառնալու խնդիր ունենք ու ինքնությունը պաշտպանելու լավագույն ձևը դրա լիարժեք կրողը դառնալն է։ Մեր անելիքը մշակույթի մասին վավերագրական ֆիլմեր ստեղծենք ու տարածենք այն մարդկանց համար, որոնք ուզում են շփվեն, հաղորդակից լինեն այդ մշակույթի հետ։ Այս պահին կենտրոնացած ենք մշակութային նյութական արժեքների վրա, ընտրում ենք այդ արժեքները 3 կրիտերիաներով՝ մեծ արժեք ունեցող, քիչ հայտնի եւ դժվար հասանելի։ Դրանք վանքեր են, ամրոցներ, բերդեր, կամուրջներ։ Ինքնություն հիմնադրամը համախմբել է շուրջ 15 երիտասարդների, որոնք բարձրորակ տեսանյութերի միջոցով աշխարհին պատմում են հայկական պատմամշակութային արժեքների մասին։ Նկարահանումներ են իրականացվել Տավուշի, Վայոց-Ձորի եւ Լոռու մարզերում։ Վավերագրվել է Առաքելոց վանքը, Ենոքավանի մատուռը, Սամսոնի կամուրջը, Կայանբերդը, Շատի վանքը, Զորաց տաճարը եւ այլ մշակութային մեծ արժեք ունեցող կոթողներ։ Իմ թիկունքում մենք տեսնում ենք Առաքելոց վանքը, որը գտնվում է Տավուշի մարզի Կիրանցի արգելոցում։ Շատ յուրօրինակ վանք էր այն առումով, որ տեղի հոգևորականներն ասում էին, որ աշխարհում եզակի վանքերից է, որ 3 պատը ամրոց են, իսկ 4-րդը բնական զարեթափ, այսինքն բնական ամրոց։ Ինքնություն հիմնադրամը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի 2025 թվականի ամենամյա մրցույթի հաղթողներից է։ Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ, նկարահանումները եւ հետարտադրական աշխատանքները կազմակերպելու համար։ Կարևորում են նմանատիպ ծրագրերը, որոնք ուղղված են հայկական մշակույթի պահպանմանը, զարգացմանը եւ տարածմանը։ Ունենք հարուստ մշակույթ, իր բոլոր բաղկացուցիչ մասերով, նյութական եւ ոչ նյութական արժեքներով, հայ մշակույթը առհասարակ հայ ժողովրդին առանձնացնում է այլ ազգերից եւ կարեւոր է նաեւ նրանով, որ դրանք հանդիսանում են մեր պատմության վկաները, հետագայում մեր սերունդները հնարավորություն ունենան փաստերով ապացուցելու, թե որ արժեքներն են մերը հանդիսանում։ Երիտասարդները գարնանը կշարունակեն վավերագրական ֆիլմ արտադրությունը, իսկ ձմռան ամիսներին ավարտուն տեսքի կհասցնեն արդեն նկարահանված տեսանյութերը եւ կտեղադրեն համացանցում, հասանելի դարձնելով աշխարհին։ Ցուցադրություններ կկազմակերպվեն նաեւ մշակութային օջախներում եւ դպրոցներում։ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը։